Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս դրույթին։ Երևի այսպես խոսենք, այսպես ամփոփելով անցնող շաբաթը եւ իրադարձություններով լի շաբաթ էր, մենք տեսանք ինչպես Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկեցին, կալանավորեցին։ Այդ ամենի հետ կապված ձեր տեսակետը կենդանիներին են գողացել դերի խոսքով, մի մասին արդեն կենդանաբանական այգի են տարել, առյուծի անկումը մենք տեսանք եւ սրան զուգահեռ նաեւ հաջորդ օրը կալանավորվեց նաև Արեգնաց Մանուկյանը, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Այո, շնորհակալություն եւ շնորհակալ եմ հնարավորության համար։ Հարգելի լսարան, մի երկրում, որտեղ երկրի վարչապետը կռիվ է տալիս նկարի դեմ, երբ ամիսներ առաջ իր ամբողջ թիմը կռիվ էր տալիս Սամվել Կարապետյան բարեգործ, հայ բարեգործ Սամվել Կարապետյանի դեմ, հավաքելով նկարները, վախենում էր նկարից։ Մի երկրի կառավարություն, որ վախենում է հայկական Արցախից, Արցախ անունից եւ Արցախ դրոշից եւ ամենուր հավաքել են տալիս Արցախի դրոշը եւ փորձում են ամեն տեղից այն հանել, տեսնում ենք բոլորը, մի երկիր, որտեղ վախենում են հերոս տղաների նկարներից եւ իբրև թե Մաքուր Երևան նախագծի այսպես, շրջանակում մաքրել են տալիս, այդ երկիրը նաեւ վախենում է կենդանիներից։ Երկրի կառավարության մասին է խոսքը։ Այսինքն իրենք կռիվ են տալիս ոչ թե գաղափարախոսության համար, իրենք կռիվ են տալիս ոչ թե հայրենիքի գոյության պաշտպանության համար, այլև կռիվ են տալիս նկարի կենդանու դեմ։ Ահա թե որն է սրանց մակարդակը։ Այն որ այդ վարչապետ կոչվածը անցած տարի ասում էր ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում, այո մենք չենք էլ կասկածում եւ ոչ մի առաջընթաց չի էլ գրանցվել։ Եվ որքան էլ փորձեք խոսել կրթությունը նորաձև է ձեր հիմար ուրեմն ծրագրից, միևնույն է դա ձեզ չի փրկելու։ Հիմա մի քանի ուրեմն այսպես անդրադառնամ պարոն Ծառուկյանի հետ կապված։ Ցավը այստեղ այն է, որ ոչ միայն ԺԽ, զոմբիա կոմբիկեր ուտող ուրեմն բիոմասան, այլ նաև նրա հետ միասին մեր պատմական եւ դարավոր թշնամի Թուրքն ու Ազիկը լավ հրճվում են սոցիալական կայքերում։ Այսինքն այդ տեսանյութերի տակ եւ Ազիկը իր դրոշն է տեղադրում եւ ասում է ինչ լավ է կեցե Փաշինյանը եւ այդ նույնն անում է Հայաստանում ապրող Գագիկ Ծառուկյանի ուրեմն հարկերից թոշակ ստացող, Գագիկ Ծառուկյանի աշխատատեղերից օգտվող անձը։ Ահա թե որն է մեր այս ամենամեծ խայտառակությունը։ Հիմա ստեղ մի երկու բան հետաքրքիր։ Ես չեմ կարողանում հասկանալ ոչ միայն ես, այլև ցանկացած ռացիոնալ մարդ։ Այս մարդը գործադիր մարմին է, դատական մարմին է, դատախազություն է, օրենսդիր է, ամեն ինչ է։ Երբ որ ինչ ուզում անում է, փաստորեն իր նախընտրական խոստումը, որ շոու էր խոստացել ԺԽ-երի համար, թե կբռնե, եւ որպիսի գոնե կարողանա մի խոստում իրականացնել, որովհետեւ ինքը ստի մարմնավորումը եւ որոշեց, որ ուրեմն նման ստոր ձևով 70 տարեկան մարդու, որ այդ մարդը 70 տարեկանները գնում են թոշակի, թույլ տվեցին խմբակային հարձակվել, երբ այնտեղ ոչ մի դիմադրություն չկար, ոչ մի լեզվակռիվ, երբ որ իրեն բանը քաղաքավարի օրենքի շրջանակներում պահող մարդուն նման ստոր ձևով վերաբերվել տապալել գետին, որպիսի ԺԽ հրճև եւ ասի տեսակ ես ձեզ խոստացել եմ, ասում եք ինձ ընտրեք, որպիսի ես քերեմ, որպիսի ես կփռեմ ասֆալտին։ Եվ դուք սրանից չեք ամաչում, եւ ձեր բարոյականությունը այնքան է զրոյից ցածր, որ դուք գետինը չեք մտնում Թուրքիի հետ հավասար ծափ եք տալիս այդ տեսանյութերի վրա։ Այդ մարդը դեռ ոչ զենք կար, ոչ ինքը հարցակվում էր ինչ-որ մեկի վրա, ոչ հայհոյում էր, ոչ իր ընտանիքի անդամները, ոչ ես չգիտեմ այնտեղ, ուրեմն ախրանայի աշխատողները, ոչ մեկ, բայց դուք ձեզ թույլ եք տալիս այնքան թքել Հայաստանի Հանրապետության ոչ միայն պատմության, ամբողջականության, սահմանների վրա, այլ նաև օրենքի յուրաքանչյուր կետի վրա, որ ձեր խելքին ինչ փչում է ուզում եք անել, ինչ է թե դուք ապահովեք ԺԽ-ի համար շոու։ Ինչ է որ դրա տենան եւ ասեն տեսակ թե ինչ արեց մեր տղեն։ Բա որ հիմա ես հարց եմ տալիս ուժայիներին եւ ոչ միայն։ Բա որ դուք այտենց լավ դուխով եք, այտենց կարում եք գցեք գետին ասֆալտ փռեք։ Բա 22 թվականի որ մտել էին Վարդենիս եւ Ջերմուկ, որտեղ հայ կանանց մասնատում էին, բայց ինչի՞ չէի գնում այդ ազերիներին գցեք գետնին այտենց տապալեիք, այտենց հարցակվեք, ձեր հերոսությունը ցույց տայք։ Այդ որ բերում եք այստեղ այդ ազերիներին, որոնք հայտարարություն են անում պաշտոնական մակարդակով, որ Հայաստան չկա, դա արևմտյան Հայաստանը բերում տանում եք Դիլիջան։ Բա այդ ինչի՞ չէի գնում դրանց տապալեի գետնին, ասեք, ես ինչ հայտարարություն եք անում։ Թե ձեր սրտին դարդ ա եղել են, որ Ծառուկյանը այնքան տղա դուրս եկավ, որ երբ որ ասեցին ընտրություններից առաջ Արարատ ցեմենտն ուզում են առնել ձեր ձեռքից, ասեց իմ հայրենիքն ավելի կարևոր է, քան Արարատ ցեմենտը։
Եվ այդտեղից դուք վատացաք, չէ՞ թե մոռացել եք այն հայտարարությունները։ Բա հարգելի արարածիներ, դուք մոռացել եք 10 տարի Արարատ ցեմենտ գործանը, որ աշխատացնում էին, հարկ չէին ուծում։ 10 տարի։ Այդ որ այսօր խոսում են թալանից ու չգիտես ինչից, ամենամեծ թալանչիներն իրենք են։ Երբ 2001 թե 3 հիմա չեմ հիշում, երբ գործարանը սկսեց աշխատացնել Գագիկ Ծառուկյան, հիմա հերթով թվարկեմ։ Ձեզ տրամադրեցին ավտոբուս, ես ու արարացի եմ, ես ինքս եմ դա տեսել, որպեսզի բանվորներին տանեին գործարան։ Գործարանը սկսեց աշխատել full 24 ժամ։ Բոլորիդ աշխատավարձը եռակի բարձրացավ։ Հարյուրավոր ընտանիքներ Խոստովանեք Արարատ քաղաքում եւ հատկապես ուրեմն ոսկու կորսման ֆաբրիկայում Զոդում ստացան անվճար ավտոմեքենա նվեր։ Ես այդ ժամանակ դասավանդում էի եւ իմ աշակերտներից շատերն ասում են, որ իրենց ծնողը որպես լավ աշխատող մեքենա ստացել։ Բայց դուք գետինը չեք մտնում, դուք գետնի չեք հավասարվում, ձեր այս ցինիկ վարքով դուք այտենց վերաբերվում եք։ Այդ մարդը նարկոբարոն էր, ինչ էր։ Կամ դուք եկել եք եթե ինքը սխալ է արել, հարկ չի մուծել, այդ նոր տեսակ, այդ դուք նոր գիտեք, որ Գագիկ Ծառուկյանը կենթանի ունի։ Բա Փաշազադեն էլ Եգիպտոսից բերած կոկորդիլոսներն ունի։ Այնտեղ ի՞նչ եք գնում այտենց խեղտեք, այտենց տղայք թռեք, գնացեք Բաքու դա արեք, հա։ Դուք այն կարգի արդեն ներքև է ձեր դենտեղ գիտակցություններ չկա, դրանից էլ է ներքև։ Դրանից արդեն ներքև է ձեր իրավիճակը։ Այսինքն դուք այդ ու վրա եք հարցակվել, խնդիր կա, օրենքը խախտել եք, հարկ չեն մուծել, ծանոթություն ներկայացրեք, կանչեք տարեք։ Այդ հարցակումը, որ դուք ընկել եք մարդու վրա, գցում եք գետին եւ դուք դրանով հերոսանում եք, ոչ, դուք դրանով ցույց եք տալիս մի բան, դա բնորոշ է վախկոտ եւ ղզիկ կառավարությանը։ Պարզ է, միայն վախկոտները կարող են իրենց նման բան թույլ տալ, երբ ուրեմն 70 տարեկան մարդու այսքան սպորտսմեններին աջակցող մարդու դուք նման ձևով վարվեք։ Նորից եմ ասում, օրենքա խախտել։ Այս շատ հանգիստ բերման ենթարկեք կամ դուք այդքան որ հարցակվել եք, դե դուք կարող եք անհատապես գայք, այդպես հարցակվեք Գագիկ Ծառուկյանի վրա, եթե տենց այդ դուխը հերիքում էր։ Եթե դուք այդքան տղա եք, հա, անեք, ոչ թե խմբակային հարցակվել եք այդ մարդու վրա։ Երբ Գագիկ Ծառուկյանի մայրը, որպես աշխատասեր հայ կնոջ կերպար 90 տարեկան, եթե չեմ սխալվում, գուցե 90-ից մեծ է, հա, հարգելի մայրամ, դուք ասեք, ես չգիտեմ, եթե գիտեք։ Այդ կինը մինչև հիմա օրինակ է ծառայում ես, որ աշխատանքը դա բարիք է, եւ դուք աշխատանք ստեղծող մարդու հետ վարվում եք նման ձևով։ Ես իհարկե սպորտսմեններին արդեն շատերն անդրադարձել են, ես անդրադառնամ ես կամ ծրագրին։ Ես հիմա դիմում եմ բոլոր այդ մարդկանց եւ հատկապես Տեր Շահենին։ Բա երբ որ այդ երեխաները լացում եւ արտասվում են եւ ասում են, որ ուզում ենք մեր երազանքն իրականանա, երբ որ ցուրտ է Նիկոլյան Հայաստանում եւ իրենք շոր կոշիկ չունեն դպրոց գնան, երբ սոված են Նիկոլյան Հայաստանում եւ իրենք չունեն ուտելիք, երբ չեն կարողանում գնալ դպրոց, որովհետեւ Նիկոլյան Հայաստանում, որովհետեւ իրենք չեն կարողանում գիրք գնել կամ չունեն, հա, համապատասխան հագուստ, որ գնան դպրոց գան կամ ճանապարհի համար վճարեն, երբ չեն կարողանում ուսման վարձ տակ, այդ ձեզ ով էր բերում ապահովում դա, ով էր ապահովում, դուք ոչինչ չունեք ասելու, դուք ոչինչ չունեք ասելու այն տիկնոջը, որ ամեն երեխայի հետ արտասվում էր եւ ամեն բան անում էր, որպեսզի դուք ձեզ լիարժեք մարդ զգայիք։ Այդ ով էր անում, Նիկոլյան կառավարությունը, թե Ծառուկյան Գագիկը եւ Գագիկի աշխատասեր մայրը։ Դուք չեք ամաչում, բայց ով պիտի խոսի։ Ամենավտանգավոր մարդը գիտեք որն է։ Ամենավտանգավորը նա է, որ անտարբեր է, անտարբերությունը դա ամենամեծ մարդասպանն է։ Ամենավտանգավորը անշնորհակալ մարդն է, անշնորհակալ եւ ամենավտանգավորը դա տգետ մարդն է։ Բայց Փաշինյանը օրինակ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց, ես չեմ տեսել այդ կադրերը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ես ոչ թե համոզված եմ, որ չի տեսել, դե ինքը նորից ասեց, չէ՞, ինքը ստի մարմնավորում է, այլ նաև համապատասխան ձևով քննարկել է, թե ինչ պետք է արվի, որովհետև նորից եմ կրկնում, Մայրամ ջան, գալիս եմ էլի նույն թեզին, որ նա իր ժեխին խոստացել էր, ես կբռնեմ, ասֆալտի կփռեմ, դուք տեսեք ես ինչ կանեմ, այս կանեմ, այն կանեմ, եւ նա փորձեց, ինչպես ընտրություններից հետո, հա, մամուլը բարձրաձայնել, գնել Գագիկ Ծառուկյանին չկարողացավ, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը ինքնասիրունությունով մարդ է։ Եվ ինքը որ չի տեսել, փաստորեն, երբ
Սովորական մեր նման մարդիկ քննադատություն են անում, Facebook-ում գրառում են գրում կամ լայք են դնում, դա տեսնում եք, որ քրեական գործ հարուցեն, բայց երբ որ տեսանյութ է լինում, որը տարածաշրջանից դուրս է արդեն գալիս, եւ միլիոնավոր մարդիկ են տեսնում, ինքը դրանից տեղյակ չի։ Վա ինչ մեղք ես դու, Փաշինյան ջան։ Բասա բերենք ցույց տանք, մի երկու բան բացատրենք, որ դու տես տեղյակ չես։ Բա որ դու տեղյակ չես, դա քո գործը չի։ Դու ինչ իրավունքով ես ասում, կլսնեմ պատվալը, դու ԱՑ-ի ղեկավար ես։ Ինչ իրավունքով ես ասում, ես ձեզ կունեզրկեմ։ Դու հակակոռուպցիոն ուրեմն կոմիտեի նախագահ ես, դատավոր ես, ինչ ես։ Բա եթե դու քո ֆունկցիաները լրիվ տալիս անցնում ես, քեզ թվում է մենք էլ այստեղ պետք է sense միամիտի նման նայենք, հա, եւ հավատանք, որ դու տեղյակ չես։ Դու ոչ միայն տեղյակ չես, այլ նաեւ համոզված են, հələ գուցե այդ տեսանյութը գախնի նաեւ կիսել ես ազիկների հետ եւ լավ ուրախացել եք, թե դուք ինչ եք անում Հայաստանում հայ ժողովրդի գլխին։ Եվ նորից ասեմ են անշնորհակալներին, որ դուք ինչպես վերաբերվեցիք եւ ձեր արձագանքը մի մարդու նկատմամբ, ով առավոտից երեկո կանգնած եղել ձեր կողքին։ Ես բազմիցս խոսել եմ եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի, հիմա էլ խոսեմ պարոն Ծառուկյանի մասին, ես ոչ մի առնչություն ոչ մեկի հետ եւ երբեւե ոչ մի կարգի օգնություն կամ չեմ էլ պատրաստում դիմել կամ գարիք ունեմ, բայց ինչպես է ստացվում, որ ես ինձ վատ եմ զգում որպես հայ, տեսնելով նման ուրեմն խայտառակ տեսանյութեր, բայց դուք ձեզ վատ չեք զգում։ Դեռ ավելին մի հատ էլ հրճվում եք դրա տակ, հա, ձեզ դուր է գալիս։ Բա այդ ձեր ղեկավարը, երբ որ Իրանի վրա Ահաբեկիչ Ամերիկան եւ Իսրայելը ռումբեր գցեցին եւ մեկ օրվա մեջ 170 անչափահաս աղջկա սպանեցին։ Նստել էր Ալեն Ալյոնկայի հետ, կարտոլ էր ուտում ու հրճվում էր, բերանը բացել ծիծաղում էր։ Այդ բաներ, այն ինչա, իր գծած քարտեզներ, իր չէ, Ալիևի խփեց դոշին, գնացել էր Իրան հուղարկավորության։ Այդ ինչի համար է իր գնացել, հա։ Այդ ով է քեզ այնտեղ սպասում։ Գլուխդ էլ կախետուր է իր գնացել։ Քեզ թվում է թե Իրանը մոռացել է քո արածները։ Բա դեսպանը անդրադարձավ, չէ՞, քեզ հասկացրեց։ Թե քեզ թվում է Իրանը տենց Իրանում դեր նստածները քո նման են մտածում։ Քո Հասոյի, ես չգիտեմ, այն ինչա, Փաշարուբոյի, Ալյոնկայի, ես չգիտեմ, Լուլուների նման են մտածում։ Ոչ, տղա ջան, դու լավ իմացիր, որ Իրանը հազարավոր տարիների եւ դիվանագիտության ոչ միայն պատմություն է, այլև դիվանագիտության մաման է, ինքն է ստեղծել դիվանագիտություն եւ առաջին դեսպանատունը պատմության մեջ դա Իրանում են բացել եւ դու պատասխան ես տալու Իրանի հոգեվոր առաջնորդներին պատասխան ես տալու քո այդ վարքի համար երբ որ դու գնացել էիր բանը ընկել էիր փողոցները հռհռում էիր երբ հարևան պետությունում էնել մեր դաշնակից պետությունում պատմական հարևան պետությունում անմեղ մարդիկ հարյուրավորներով մահանում են այն էլ երեխաներ դու էլ այդպես կարտոշկայի էիր ուտում ավտոբուսների մեջ Ոչինչ չի մոռացվելու։ Եվ մի հատ էլ հրճվում են, թե բա տեսեք Ուրսուլային եկել էր, հա, ֆոն դեր Լայն եկել էր Հայաստան։ Մենք ես չգիտեմ էլի, այս ինչ է կատարվում մեր ժողովրդի հետ եւ հատկապես այն մասսայի հետ, ովքեր որ ունեն համապատասխան կրթություն, պատմաբանների, բանասերների հետ։ Ովքեր շատ լավ կարդացել են Ռուբեն Սևակյանի խոսքը, որ Եվրոպան այդ դիվանագիտական պոռնիկը ոսկի կցանե, որպեսզի բոզություն հնձե։ Այդ Եվրոպան եւ Եվրամիությունը որ ինքը այդքան լավն է, Անգլիան ինչի դուրս եկավ։ Դուք ձեզ հարց տվել եք, Մեծ Բրիտանիան ինչի դուրս եկավ։ Շվեյցարիան Եվրոպայի կենտրոնն ինչի չի ուզում դառնա Եվրամիության անդամ։ Իրանք դուք չեք հասկանում, որ ուր են մեզ տանում ժողովուրդ ջան։ Երբ Իռլանդիայի падգամավորները ամեն օր խոսում են եւ Եվրոպային պիտակավորում են Եվրամիությանը եւ եվրոպական երեք խոշոր երկրների, ասում են դուք գաղութարար մարդասպաններ եք։ Դրա մասին ամեն օր խոսում են Իռլանդիայի Եվրոխորհրդանի ներկայացուցիչները, բացեք, տեսեք։ Երբ 2 տարի առաջ դա ուրեմն Ռումինիայի Եվրոխորհրդանի падգամավոր Դիանան, անցած տարի Լեհաստանի Էվան, երբ Ուրսուլա ֆոն դեր Լենին ասեցին դուք մարդասպան եք, դուք պետք է բանտում լինեք, ոչ թե այստեղ, որովհետև դուք պատասխանատու եք հազարավոր կանանց եւ երեխաների սպանության համար։ Բա դուք եք վրա եկա տենց հռհռում ուրախանում։ Դուք չեք հասկանում ուր են ուզում տանել մեր երկիրը, ինչ պլացդարմ են ուզում սարքել։ Այդ որ Իրանը զգուշացնում է, որ պատերազմ լինելու բերաներ դեպասել հռհռում եք Թրեմփի ճանապարհ եք տալիս։ Դուք չեք հասկանում, որ դուք դրթում եք մի ահաբեկչական կազմակերպությունների բերել Հայաստան, հետո օգտագործել ուրեմն Իրանի դեմ, մեկ մի ճանապարհ ունեք, էդ էլ եք ուզում փակել։ Բա որ դուք այտենց լավ հարց լուծող էիք, այդքանը այտենց կար։ Ինչի կնգեր բան գնացել ես հասել ես Ռուսաստան, բանի ես մասնակցում էքսպոյի։ Բա քո ամբողջ արբանյակները
Զավենողլի, Բաբաջանյան, ես չգիտեմ, մեր մի հատ Պոնչո կա մի հիմար սոցիոլոգ, որ առավոտից իրիկուն մի նախադասություն է ասում. ռուսը մեր թշնամին է, թուրքը մեր հակառակորդը։ Բա այդ քո արբանյակները այդ որ կանը տենց որ ռուսը թշնամի է, ինչ ես գնացել Ռուսաստան։ Ինչ ես ուզում որ պարտադիր դու հանդիպում ունենաս ՌԴ նախագահի կամ այլ պաշտոնյաների հետ։ Իմիջիալից ինչպես կբնորոշեք Միշուստինի հետ հանդիպումը եւ այսօր էլ իրականում եմ գրել էր, որ ջերմոցատերերին, ծաղիկ վաճառողներին սպառնում են, որ եթե հանկարծ իրենք բարձրաձայնեն, որ ծաղիկի արտանման խնդիր ունեն, փչանում է իրենց արտադրանքը, բարձրաձայնեն դրա մասին եւ օրինակ չխոսեն նրա մասին, որ մեծականակ թվով Եվրոպա է գնում, իրականում էմից եմ էլի մեջբերում անում, ապա նրանք խնդիրների են բախվելու, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Վերջինից սկսեմ, Մարիամ ջան, ուրեմն Լեհաստան տանող, ուրեմն ոգելից խմիչքների հետ կապված, մենք գիտենք, թե ինչ տեղի ունեցավ։ Երբ որ Վրաստանը, ինքը Վրաստանը թույլ չի տալիս շաբաթներով այդ մեքենաները պահում անց, ասում պետք է փորձառություն անցկացնի։ Երբ որ այդ մեքենաները պետք է գնան Լեհաստան, այսինքն գնում են Բաթումի, այնտեղից գնան։ Այսքան արդեն բավարար է։ Իսկ մնացածը, այո, ես ինքս գիտեմ, եւ Արարատում եւ Արմավիրում որ շատ մարդկանց ովքեր փորձում են բողոքել, բողոք բարձրացնել եւ ասել, որ չեն կարողանում սպառել, որ վարկերի տակ են, որ այլևս չեն կարողանում փակել, այդ բոլորին վախացնում են։ Եթե մարդիկ իրենց թույլ են տալիս ուրեմն կնոջը եւ ոչ միայն Արեգնազի, այլև մենք գիտենք մյուսների դեպքում, ուրեմն ուժեղ Հայաստանի դեպքում, ուրեմն Գյումրեցի տիկնոջ անունը մոռացալ լրագրող, երբ գալիս են մանկասակ երեխաներ ունեն, հավաքում տանում են Բերդ, դե պատկերացրեք, թե ինչ կարող են անել այլ մարդկանց նկատմամբ, ովքեր որ սովորական հողագործներ են կամ անասնապահեր են, ինչպես են վախեցնում այդ մարդկանց, որպեսզի չխոսեք, եւ դրա մեջ ներառնված են Եթադրաբար, ուրեմն համայնքի ղեկավարները, այն ղեկավարները, որ աշխատում են իրենց համար, որպեսզի ձայն չանեք։ Իսկ նրա այցելությունը Ռուսաստան նշանակում է մի բան. լավ հասկացել է կամ հասկացել է, որ Եվրոպան իրեն գցել է, որ նրանք երբեք չեն անի դա։ Այսինքն այդ մի քանի կիլոգրամ ծիրանը կամ լոլիկը, որ իրենք փորձում են տանել եւ այնտեղ լուրջ խնդիրներ կա, որպեսզի տանեն հասցնեն այնտեղ, ուրեմն հասկանում են, որ այդ մի քանի միլիոն դոլար, որ նվեր են ստացել, դա չի լինի։ Եվ նորից իրենց հույսը մնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Դե որ դուք այդքան ոտք չունեիք, որ այդպես մեկնեիք, ձեր վերմակը ձեր ոտքերի չափ չէր գնում։ Այդ ինչ առիթով էիք այդպես մեծ բրթում խոսում եւ ԵՏՄ-ից էլ դուրս կգանք, հապկից էլ բա դուրս եկեք։ Բան չի գնացել հասել։ Ինչ էիք ուզում, որ ՌԴ վարչապետը ձեր համար միջնորդեր, ինչ աներ, ինչ խոսեր։ Եվ ձեր արբայնակներն առավոտից իրիկուն վայրը հաչում են։ Բա լուծեք այդ հարցը, տեղում 1 րոպեում լուծեք։ Այդ դուք փաստորեն կարողանում եք 1 րոպեում, եթե պետք է լուծել, մարդկանց հավաքել եւ գլխին գործ սարքել, տանել Բերդ։ Այդ դա կարողանում եք անել, դες հարցերն էլ լուծեք, բա ինչի՞ չեք լուծում այս հարցերը։ Չէ՞ ստեղ արդեն անկարող եք եւ նորից էլի ձեր հույսը մնում է որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է ձեր նկատմամբ բարյացակամություն անի, որովհետեւ արդեն Մարիամ ջան տեղեկություններ են գալիս, որ գազը հեղուկ գազը, եթե չեմ սխալվում, արդեն չեն թույլատրում գա եւ ուրեմն իսկ բանը, հա, տաքացնելու համար դա թանկանալու է։ Եթե հիմա այն որ վճարում եք 50-60 հազար դրամ, հազիվ եք կարողանում վճարել, որ տաքանաք, իսկ պետությունը արդեն պետբյուջեն դատարկել եք, այդ մարդկանց ինչքան եք սուբսիդավորելու, զգում եք, չէ՞ որ գումար չունեք, բա միլիարդներ եք բերել, պարգևավճար եք ստացել, ծափ եք տվել ձեր պարգևավճարների վրա, թե մենք լավ ենք աշխատում, արդեն տեսնում եք, որ էլ հնարավոր չի, պարտ բերեք ինչով փակեք, հիմա որոշում եք Գագիկ Ծառուկյանների նման մարդկանց, բարեգործների, հափշտակել տանել, որ բյուջեն միտեղ մի ճեղքված, լցնեք, որ հələ կարողանաք մի որոշ ժամանակ էլ ձեր գոյությունը պահել եւ սվաղել, ձեզ լցվում է, թե մյուսները չեն հասկանում ինչա տեղի ունենում, այս համար եք վախեցել, բա որ վախնել հանգարց այդ 50,000 դրամ գազը պետք է դառնա 150-200,000, էսի որտեղից եք սուբսիդավորելու, արդեն ձուկ չեն ընդունում, ձուկն էլ հետ ուղարկեցին։ Ձեզ թվում է Հոլանդիան, որը որ վարդերի մեծ բիզնես ունի, եւ հետո Կոլումբիան փորձեց այդ ծաղիկի վաճառքի իրենով անել Եվրոպայում, հազիվ կարողացան դրա դեմ դուրս գալ։ Ձեզ թվում է Եվրոպան թողել է, որպեսզի դուք տանեք այդտեղ մրցակցեք իրենց հետ, բայց իրենք ինչ են անելու։ Ինչով են զբաղվելու։ Այդքան հիմար է, որ մի հիմար բիզնեսմենն է թույլ տալու, որ դու իրանից գաս առաջ անցնես։ Բա մրցակցությունի չի համար է։ Բացավ ուրախանում եք, բա ուրա բերեք ցույց տվեք, քայլ առ քայլ հստակ առարկայական գետնի վրա, թող մարդիկ տենան հավատան, բան չի չկա։ Ինչի տեղի չի ունենում։
Սա է ցավալի իրականություն է, հարգելի Եվ մենք տեսանք կառավարությունից հետո նաև ինչպիսի հայտարարություններ էր անում Արցվաշենի, Տիգրանաշենի վերաբերյալ, սա ինչ վտանգներ են պարունակում եւ ինչ սպասել։ Այո, ուրեմն այս Տիգրանաշենի հետ կապված բազմիցս խոսել եմ Մայրամ ջան եւ ձեր մոտ եւ այլ հարթակներում, քանի որ ինքը անմիջապես Տիգրանաշենը սահման չունի Նախիջևանի հետ։ Տիգրանաշենի այսպես ասած հանձնումը դա դժվար է ի տարբերություն Կիրանցի եւ այլ վայրերի, որովհետեւ Տիգրանաշենը բավականին ներս է գտնվում, իսկ հարակից ամբողջ տարածքը նու այսպես, հա, իրենց որպես անկլավի, մյուսը դա բանը հայկական տարածք է եւ գյուղի կենտրոնից 1000 մետր շառավղով, այսպես ասած, այդ անկլավ կոչվածը իրենք փորձում են սրանով հետեւյալն անել, թե բա տեսեք մենք գտնենք խաղաղության, ինչ պետք է զիջենք, միայն հասնենք դրան։ Ու քանի որ կան ուրեմն բիոմասա, ու քանի որ կա ուրեմն զոմբիա կոմբի կերուտող եւ լապ ուտող այդ իրանց ուղեղը այդքանով բավարարող այտենց մասա կա, իրենք այդ մասային կարողանում են այդպես խափել, թե բա գնում են խաղաղության։ Այսինքն եթե պետք լինի վաղը կարող են ուրիշ բաներ հանձնել, միայն չկրակեն։ Էջեն կրակի կմտնեն ներս, ինչպես ժամանակին Շուշին էիք հանձնել եւ Շուշի մի փողոցում 20 թվականին ազերիներն էին մեզ կրակում, իսկ կողմից մերոնք պաշտպանվում էին, վաղ այդպես անելու եք Երևանի Նարդոս փողոցում, այդպես անելու եք Նուբարա շենում, այդպես անելու եք Կոմի 10-ում, երբ որ մի փողոցում կլինի թշնամի, այն դիմացի փողոցում կլինեք դուք, հետո նոր կտակ ձեր գլխին կասեք, ես մեկ էսի չէին անում, որ Տիգրանաշեն էին հանձնում։ Իսկ Արցվաշենի հետ կապված դա սուտ օրակարգ է, իբրև թե Տիգրանաշենը տալիս են, որպեսզի Արցվաշենը ետ բերենք, ես մի բան ասեմ մեզ հետևողներին, Արցվաշենը չունի այն ռազմական, ստրատեգիական նշանակությունը, ինչ Տիգրանաշենը մեր համար։ Դա է պատճառը, որ վաղուց արդեն կառավարությունը, այս մեր քնած ժողովուրդը, որ կա էйֆորիայի տակ, իրենք ուզում են արդեն, երբ Մարտունուց գալիս եք Վարդենյանց լեռնանցքով, այնտեղից ճանապարհ բերեն դեպի Վեդի։ Դրա նպատակն այն է, որպեսզի քիչ պատրաստեն, Տիգրանաշենը հանձնեն, իսկ այդ ճանապարհով գնացող արդեն Տիգրանաշենը չի տենա, Ազիկի դրոշը չի տենա, դե կասեն դե դին դեղա չենք տենում, էս չի խանգարում։ Այսինքն քիչ, այս ինչա անզգայացնում են, արդեն անզգայացած բիոմասային, սա դրա համար է, որովհետև ինքը ինչի է հիմա այսքան ասես տխուր հաղթանակը, իրենք շատ բան են խոստացել թշնամուն եւ հասկանում են, որ այն անել չեն կարող։ Այդ դրա համար էլ ուզում են այլ կերպ հասկացնել, որ պետք է անեն, ու հետաքրքիր է մի մարդ, որ իրեն վատ է զգում, թե ասում են, ինչի եք ասում հայը հաղթեց ադրբեջանցուն, բայց իրեն բացարձակ վատ չի զգում, երբ Սաֆարովի տալիս են հերոսի կոչում։ Այսինքն այդ հարցը չի քննարկվում, բայց որ հայ սպորտսմենը հաղթում է ադրբեջանցի սպորտսմենին, այդ մարդը իրեն վատ է զգում։ Եվ նորից հիշեմ Էրնեստ Հեմինգվեյի այն խոսքերը, որ եթե ուզում եք, որ ես ամոթից մեռնեմ, ինձ անվանեք թուրք։ Քեզ ու քո նմաններին առավոտից երեկո իմ շրջապատում էլ ցավոք սրտի մի երկու ազգական էլ ես ունեմ, ես իրենց ասում եմ դուք թուրք եք ու ավելի վատն եք, որովհետև դուք իմ հողի մեջ եք ապրում, այն հողի, որը արյունով պահել են երիտասարդները, որոնցից շատերը դեռ չկան, դեռ կորած են, դուք պաշտպանում եք թուրքի շահերը, իրենք հիմարի նման նայում են իմ դեմքին։ Այո, ամենավտանգավորը դա անշնորհակալ, տգետ, ուրեմն եւ անինքնասեր այս մարդիկ են։ Եվ մի վերջին հարց էլ, տեսանք սկանդալը, ռուս պրանկերները, որ զանգահարել էին ԵԱԿ Մինսկի նախագահին, թուրք ներկայացել որպես Նիկոլ Փաշինյան, եւ մենք ինչ տեսանք, որ թուրքը ասում է, այո, իր ուժերի չափով կաջակցի հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի հեռացման գործին։ Խնդրեմ։ Այո, ուրեմն հարգելի Մարիամ, դուք որևէ փորձ երբևէ տեսել եք, որ օրինակ ազգային ժողովում մեկ ընտրվի նախագահ, մեկ այլ երկրից հատուկ իրեն շնորհավորեն, ինչպես օրինակ այս Ռուբեն Փաշային շնորհավորեցին։ Այսինքն, երբ որ ընտրվում են վարչապետ նախագահ, դա կարելի է, նման դեպքում, երբ մեկ ընտրվում է քաղաքապետ, ես չգիտեմ, հա, ուրեմն նահանգապետ կամ ազգային ժողովի նախագահ շնորհավորվում է, դա կարող է միայն շնորհավորել այլ երկրի այն պաշտոնյան, որ իր հետ ունի անձնական նեղ շփում եւ ինչ որտեղ նաեւ գուցե ընդհանուր ինչ որ պատմություն, ընդհանուր, չգիտեմ, գործ։ Պարզ է, որ այս մարդիկ իրենց ամենամեծ քայլը, այն որ խոստացել են, դա այդ խոստումների մեջ է, որ պետք է հարձակվեն հայ առաքելական եկեղեցու վրա, որովհետև դա վերջին թիրախն է, որպիսի հային ամբողջովին կտրեն հայ լինելուց եւ վերածեն միայն սպառողի ֆիզիկական գոյի, այսպես հա, իմիջ լինի, իրենց նման էլի, առանց որևէ զգացմունքի, առանց որևէ բարոյական արժեքների եւ այն խայտարակությունը, որ
թուրք ղեկավարը բացահայտ ասում է, որ իրենք կմիջամտեն եւ հնարավոր ամեն բան կանեն, սրա յետևում վախենան, որ այլ բան է թաքնված, որ Թուրքի անուն ազգանունով հայերեն խոսող մի մեծ զանգված կա Հայաստանում։ Այնպես որ հարգելիներս, դուք ձեր ձեռամբ այդ որ դուք ընտրել եք թուրք ահաբեկիչներին բերելով Հայաստան ձեր տան մեջ։ Ու եթե դուք թույլ տաք հարձակում եկեղեցու վրա, Էջմիածնի վրա, այն Էջմիածնի, այն տարածաշրջանի, որը որ Սարդարապատ է տվել, որպեսզի դուք այսօր մնաք, ուրեմն դուք թույլ եք տալու, որպեսզի վաղ այդ թուրք զինվոր, այդ ահաբեկիչը հանգիստ մտնի դպրոց մանկապարտեզ ձեր տուն, բռնաբարի ձեր երեխային, մորցի ձեր աչքի առաջ եւ դուք էլ ասեք, դե ես ձեն չեմ հանի, որովհետեւ էլ ինչ կարող եմ անել։ Այս սրան են տանելու։ Եվ գալով իմ առաջին հարցին, Արեգ Նազբանոյանի նկատմամբ այս դաժանությունը անչափահաս երեխայի մորը տանել կալանքի, այսինքն կալանքը բացառապես պատժամիջոց կիրառել է, ինչի դրսևորում է, խնդրեմ։ Սա դրսևորում է այն բանի, Մայրամ ջան, իրենք վաղուց դա անում են, որ վախի մթնոլորտ ստեղծեն։ Այն մարդիկ, ովքեր ի վիճակի են բացահայտելու այս կառավարության, ուրեմն հանցագործությունները, նրանք ովքեր որ հատկապես ովքեր մոտ են, ովքեր աշխատում են նման ոլորտներում, կլինեն падգամավոր, ես չգիտեմ, հա, քաղաքապետանում աշխատողներ, ում ձեռքի տակ են բազմաթիվ թղթեր, որովհետև աշխատում տեսնում են ինչ են դուրս գրել, ինչ են թողել, ինչ են արել, եւ այդ մարդկանց վախեցնելով, սրանով նաև ուզում են այդ մթնոլորտը ստեղծել, վախեցնել բոլոր այն հասարակ մարդկանց, ովքեր պատրաստ են կանգնել, ասենք, Արեգնազի, պարոն Ծառուկյանի, Քոչարյանի, Սամվել Կարապետյանի կողքին, որ դուք տեսեք, թե մենք իր գլխին ինչ ենք անում, բայց այդ գլխին ինչ կանեք։ Այսինքն վախի մթնոլորտ ստեղծելով փորձում են ամեն ինչ զրոյացնել կապված պայքարի հետ։ Սա է։ Իրենք նորից, եթե ինչ որ սխալ կա, ինչ որ բան կա, դա կարող է արվել այլ ձևով, բայց երբ արվում է նման ձևով, սա ցույց են տալիս, որ մենք դաժան ենք եւ շատ դաժան ձևով ձեր հետ կվերաբերվենք։ Երբ թքած ունենք, դուք տարիքով եք, տարիքով չեք, դուք երեխա եք սպասում, չեք սպասում, անչափահաս երեխա ունեք, թե չունեք, մենք ունենք մի հատ մեծ քավոր։ Մեր քավորը անառակ Ուրսուլա ֆոն դեր Լայնն է եւ մենք ինչ ուզենք կարող ենք անել եւ որքան էլ որ դուք նրան դիմավորելիս ցույցեր կազմակերպեք, նամակներ ուղեք, միևնույն է, մեզ տվել են այդ դաբրոն, մենք դա կանենք, որպեսզի դուք վախենաք ձեր ձայնը կտրեք, մենք ունենք մի մեծ նպատակ իրականացնելու թուրքերի ծրագիրն այստեղ։ Սա ընդհանրապես Արեգնազի նկատմամբ այդ լկտիությունը արվել է մյուսներին հասկացնելու եւ վախի մթնոլորտ ստեղծելու համար։ Ուրիշ այստեղ ոչ մի բան չկա, բացարձակ, բայց սա ամոթ հազար ամոթ իրենք թող իմանան, որ մայր բնությունը երկինքը իրենց արած ոչ մի ստորակետը չի մոռանալու եւ կանգնելու են դաժան դատաստանի առաջ։ Շնորհակալություն։ Նույնպես